որն է եւ որը կարող է լինել այդ ռազմավարական գործարքը։ Իսկ գործարքի էությունը հետեւյալն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա, այսինքն ինչը ասացի, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները արդեն իսկ հռչակված Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացում են դելիմիտացիա արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա եւ հանգիստ են թողում միմյանց։ Շատ պարզ բան։ Հանգիստ են թողնում միմյանց։ Այլ բան չկա անելու։ Ընդ որում ես ուզում եմ արձանագրել, որ այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում, որի առաջին հոդվածը ասում է, մեջբերում եմ, հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից, կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախություն։ Այսինքն ինչ ասում է տեքստը։ Հիմա խորհրդային հանրապետությունները դարձել են պետություններ։ Եվ համապատասխանաբար մենք այս հիմքի վրա միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը հարգում ենք։ Հաջորդը ամբողջությամբ համապատասխանելով հոդված 1-ին կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ հետագայում նման պահանջներ չեն առաջադրի, կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը եւ աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրի նախաբանում նույնպես հղում կա Ալմաթայի հռչակագրին։ Նկատի ունեմ խաղաղության ճարտարապետությունը քաղաքական մակարդակում ամբողջությամբ կառուցված է։ Ես հիմա այլ հոդվածներ չեմ մեջբերի, բայց Վաշինգտոնի հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ամբողջությամբ գծել են այդ ճարտարապետությունը։ Այսինքն քաղաքական մակարդակում մենք այստեղ խնդիրներ չունենք։ Մենք այստեղ խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Եվ սոցիալ-հոգեբանական մակարդակում գոյություն ունեցած խնդիրների մասին նույնիսկ դժվար է խոսել։ Դժվար է խոսել նույնիսկ քաղաքական առաջնորդների մասին, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է նաև խոսենք դրա մասին։ Ես օրինակ այդպիսի մի վիճակագրություն եմ դուրս բերել, որը իհարկե դեռ փորձագիտական մակարդակով վերստուգման անհրաժեշտություն ունի, բայց առնվազն քաղաքական մակարդակով իմ տպավորությունները գնալով ավելի ու ավելի հիմնավոր են դառնում։ Ընդ որում ես չեմ կարող եւ չեմ ասի, թե այս շրջապտույտի մեկնարկային կետը որտեղ է, Հայաստանում է թե Ադրբեջանում, որովհետեւ ոչ թե դրա համար, այսինքն դա փորձել դա անել նշանակում է մտնել նոր բանավիճային տրամաբանության մեջ։ Մասնավորապես ես մի այսպիսի ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում օրինակ հնչում է Բասար Գեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ
կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է եւ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացաք։ Եվ երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում եմ պատմության մի մասը միայն։ Հասկանալիորեն համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է այնտեղից լեգիտիմ է, այսինքն ամեն կողմը, պատմության այն մասը, որը բխում է այնից լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում արդյոք թե չէ, ճիշտ են ասում նրանք, ովքեր համարում են, որ լեգիտիմ է, իրենց ասածը, իսկ դիմացինի ասածը լեգիտիմ չէ։ Ճիշտ են ասում թե չէ։ Այս հարցը ձևակերպելը եւ փորձելը պատասխանել այս հարցին ինքնին անհաջողության նախապայման է։ Դրա համար է, որ մենք ունենք խաղաղության մեկնակետ։ Խաղաղության մեկնակետը երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որը երկու երկրներում ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ես ուզում եմ սա ընդգծել։ Հաջորդը Վաշինգտոնի հռչակագիրն է եւ ի վերջո նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ այս երեք փաստաթղթերի գոյությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Եվ այս փաստաթղթերի շրջանակից դուրս գոյություն ունեցող սոցիալ հոգեբանությունն է, որ անհրաժեշտություն է առաջ բերում ընդգծել, որ հաստատված խաղաղությունը ունի ամենօրյա խնամքի կարիք։ Եվ իհարկե հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարիք, որը արդեն աշխատանքային եւ քաղաքական օրակարգ է, եւ որի վերաբերյալ այդ աշխատանքները տեղի են ունենում եւ շարունակվում